Աջակցություն թե միջամտություն ընտրական գործընթացներին ԵՄ հանձնակատար Մարտակոսը Գյումրիում պարզաբանել է Հայաստանի ուղղությամբ իրականացվող եվրոպական նախաձեռնությունների բովանդակությունն ու նպատակները, հատկապես ժողովրդական ինստիտուտների ամրապնդման համատեքստում։ Կոսը լրագրողների զրույցում նշեց, եվրոպական կառույցները տարիներ շարունակ աջակցել են, օրինակ Մոլդովային ընտրական ենթակառուցվածքների, ինստիտուցիոնալ կարողությունների և կիբերանվտանգության ոլորտներում, և այժմ նման փորձը փոխանցվում է նաև Հայաստանին։ Հանձնակատարը պնդել է, որ այս աջակցությունը չի կարելի դիտարկել որպես միջամտություն, քանի որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ։ So it is not an interference. Whatever we do it together with the government. Այսպիսով դա միջամտություն չէ, ինչ էլ որ մենք անում ենք կառավարության հետ միասին, սակայն շատ կարևոր է հասկանալ, որ մեր ժողովրդավարությունները հարձակման տակ են։ Օրինակ, հնարավոր է ունենալ նորմալ ընտրություններ, եթե ընտրությունների օրը հոսանք չլինի կամ եթե համակարգիչները չաշխատեն։ Ահա սա է այն պահը, երբ խոսում ենք կիբերհարձակումների մասին։ Եվրոպական միությունում կուտակված մեր փորձն ու գիտելիքները մենք այժմ փոխանցում ենք ձեր երկրին, որպեսզի դուք ինքնուրույն կարողանաք իրականում անցկացնել ընտրություններ։ Սա ժողովրդավարության ամենակարևոր մասն է։ Կարող եք պատկերացնել, որ գալիս եք ընտրությունների և ձեր ձայնը չի հաշվարկվում, կամ որ որոշ ձայներ գնվում են։ Մենք նման բան տեսել ենք նաև Մոլդովայում։ Երբ ես ավելի վաղ ասում էի, որ Ռուսաստանը միլիոններ է ներդրել, դա նաև քվեներ գնելու համար էր, ինչը նշանակում է, որ ընտրություններն այլևս արդար չեն։ Այսինքն, երբ ես ասում եմ, որ մենք օգնում ենք Հայաստանին, դա իսկապես նշանակում է աջակցել և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, որպեսզի դուք կարողանաք անցկացնել ազատ և արդար ընտրություններ։